Բարի լույս սիրելիներս, տեսեք ինչ գեղեցիկ տեսարանով եմ սկսում, ծաղիկներս ծաղկել են, այնտեղ էլ մի հատ կա, տեսնում եք ինչ գեղեցիկ է, դեռ բացվում են, դեռ կան կոկոմներ ունի, տեսնում եք ինչ գեղեցիկ է, այդ ես այսպիսի գեղեցիկ օր եմ մաղթում, սա իմ դեկաբրիստն է, կակտուսս, սա իմ պալման է, արմավս տեսնում եք ոնց է մեծացել, հետո փոխելու եմ, այս կողմում էլ իմ կնոջ երջանկություն, այդպես են ասում, մյուս իր անունը լավ չեմ հիշում, այսպես, այս բոլորը պետք է գարնանը, այս մի քիչ անցնի ժամանակ, տեղափոխեմ ավելի մեծ ծաղկամանների մեջ, հիմա սուրճ եմ խմում ու անցնեմ իմ մնացած գործերին անուշիկներս, ձեզ գրկում եմ, համբուրում եմ, մաղթում եմ լավ արևաշատ օր, Ջան, բարի օր, ես ուշացնում եմ իմ վլոգները, գիտեմ, որովհետև նյութ չունեմ նկարելու, անդադ տանն եմ, այ հիմա տանից դուրս եմ եկել, գիտեք չէ, որտեղ է Մերգելյանի այգում, իսկ արձանը հիշում եք, Քոչարի պարող հայերը, տղամարդիկ, այդպես էր կոչվում, Քոչարի պարող տղամարդիկ, որը տեղակայված էր Դվին ռեստորանային համալիրի, այն ժամանակ նաև հյուրանոց, այնտեղ էր տեղակայված, հիշում եք, ովքեր իմ ժամանակներից են, այնտեղ մեծ ցայտաղբյուրներ կային, ֆանտաններ, ես այնքան լավ հիշում եմ, պապաս ինձ շատ էր տանում այնտեղ, ու ինձ մամայիս էլ, իր եղբայրս դեռ չկար, Վահագնս դեռ ծնված չէր, տեսնում եք, այգին բավական գեղեցկացրել են, վերանորոգել են, շատ գեղեցիկ է, մարդիկ նստած, վարելում են, հանգստանում են, ես մեր հին վարսավիրանոցն է այս դիմացը, մի խոսքով, սա էլ ողջ Կոմիտասի պողոտան, այսպես, այսպես տեսնում եք, մի խոսքով ժողովուրդ ջան, այս ցայտաղբյուրներն էլ են վերանորոգել, վերականգնել են, հիշում եք, առաջվա Մերգելյանի պուլպուլակները, այտենց էին ասում, իրականում պուլպուլակ գրական չի էլի, ցայտաղբյուրներ են, վայ, ենի սխալ ասանք, շատրվաններ էին, ցայտաղբյուրներ չէին, ցայտաղբյուրը սա է, շատրվաններն են, ֆանտանները, մի խոսքով մի հատ ջուր խմեմ, դիմացը Չայկովն է, գնում եմ մորաքրոջս տուն, ես այստեղով այնքան եմ անցել, մեր ողջ ազգությունը այսքան տեղում է տեղակայված, Փափազյանով, մինչև Քերու փողոց, Մերգելյան, Խաչատրյան, իմ ողջ ազգությունը, այսպես, հիմա ես եմ թռել եմ քանակեր Զեյթուն, այստեղ ձեզ ասեմ առայժմ, հետո մի հետաքրքիր բան լինի կմիա։ Ներս ողջույն, ես տանից դուրս է եկել, Էրիկին հերթական ստուգումների ենք տարել պոլիկլինիկա, մտա պարմա, մի քիչ առևտուր արեցի, շատ փոքրիկ առևտուր եմ արել, ասացի ձեզ հետ կիսվեմ, գոնե մի քիչ նյութ հավաքվի, այնքան բարդ է այս տանը նստելու այս պրոցեսը, ինչևից է, գնել ենք այսպիսի պանատի է կոչվում, այդ աշխատողը ասեց նոր ենք ստացել այնքան գովեց, ես էլ չգիտեմ, որ մեջը մեկ հատ է, մի ասա մեջը մեկ հատ է, հələ մի րոպե, մի հատ, տեսնենք, իսկապես մեկ հատ է, մեջը ես մեկ հատ արժեր 2900 դրամ, ես մի հատ, մեկ երկու հատ, երկու հատ, բայց շատ թանկ է, ուղղակի Էրիկս ասեց փորձեմ, ասի լավ, խաթրից դուրս չգամ, տղայա հետն էլ բժշկուհին ասեց, որ քաշը շատ պակաս է ու ինքը սնվելու խնդիր ունի, ինքը չի ուտում ամեն բան, դրա համար էլ ինչ որ ուզում է, փորձում ենք բավարարել, այստեղ հավինագետ է,
բեկոնով և մոցարելա պանրով։ Այսպիսի հավի թևիկներ եմ վերցրել Պարմայից, միշտ թարմ, միշտ համեղ։ Սարդելկա եմ վերցրել, որպեսզի կարտոֆիլի հետ պատրաստեմ։ Թարքուն եմ վերցրել, հիմա թարքունի գինը ասեմ 290 դրամ։ Գրեք տեսնեմ ձեր մոտ ինչքան արժե թարքունը։ Աղցան եմ գնել, այս բան կպավ նագետից, քամած մածունը վարունգով և սամիթով և մայրաքաղաքային, տեսեք, այս մի փոքրիկը 1133 դրամ, մի հատ կոլա Էրիկի համար, սա Վահանի համար, Վահանն էր ուզել և մի հատ հաց, մի հատ էլ կարկանդակ և հոտ-դոգ Էրիկն է իր համար վերցրել, տարավ որ ուտի, որովհետև առավոտ ժամը 8:30-ից դրսերն ենք, արդեն ժամը քանիսն է, նույնիսկ 12 ժամը 1-ն է։ Ժամը 1-ն է, ես էլ դեղս չեմ խմել դեռ։ Այսպես անուշիկները, սա էլ այսպես, այսքանն էր մեր առևտուրը, կհանդիպենք քիչ ավելի ուշ։ Սիրում եմ, գրկում եմ, համբուրում եմ, եղանակները տաքանում են, ձեզ էլ լիքը արևնուր ջան, ինչպես ասում են, ես իմ համար նստած խելոք հաց ու մածուն կուտեի։ Մեկ էլ Վահանս եկավ, տեսեք թե ինչ գեղեցիկ ծաղիկներ ա ինձ բերել, ալպիական մանուշակներ, ինքան լավն է, ինքան շատ կոկոմներ ունի, շատ գեղեցիկ է, ես մեծ սիրով իրեն կխնամեմ իմ մյուս ծաղիկների հետ, ապրի Վահանս, շատ գեղեցիկ է, շատ, տեսնեմ, ուրեմն գնացել է, մի հատ խանութ կա այստեղ, ռուսական, կոչվում է Դոբրոցեն, այդպես է կոչվում, ինքը պահեստային ավելի շատ խանութ է, կարծեմ էլի ես ասել եմ այդ խանութի մասին, հիմա տեսնեմ ինչ է բերել, ես տեղյակ չեմ ինչ է բերել, միայն տեսել եմ ծաղիկները, սրանք հանեց ուրիշ պայուսակի մեջից, իր ասեց, որ ուտելիքի հետ չեմ դրել, քիմիա է, սրանք գիտեք, զուգարանակոնքի համար լվանալու կախում ենք, բոլորդ էլ գիտեք, այսպիսի ուրեմն 2 գնում է արել, հետո այսպիսի սրբիչ է թղթից վերցրել, ես ընդհանրապես տեղյակ չեմ, թե ինչ է գնել, այստեղ ունենք այսպիսի վաֆլե տորտ, հետո վերցրել է, սա ինձ համար է վերցրել, այս ինչ են ասում, չորահացիկները, որ ես շատ եմ սիրում, կա նաև ինչով ունենք բլուբերի հապալասով կա, բայց երևի չի եղել հապալասովը, այսպես, սա օրեգինալն է, հետո վերցրել է այսպիսի երշիկ իմիջալոց այդ խանութում շատ կան ռուսական երշիկները և բավական մատչելի գներով, սա չրկիզվն է, Ստարը Արբատսկը իմիջալոց Մոսկվայում մենք ապրում էինք Արբատ, մի հատ հիշեմ, Ասեննի բուլվար, չէ, Կրիլացկի ինք մենք մնում, Արբատը մեր շարունակությունն էր, մետրո Կրիլացկի շարունակությունն էր, գնում էր դեպի վերջերը, Ալեքսանդրովսկի սադից, մի հատ կարծեմ այս կողմ էր Արբատը, Ստարե Արբատ, մենք մնում էինք Կրիլացկի, հետո Ասեննի բուլվարն էր արդեն մեր մոտ, էդ էլ հիշեցի, կարդացի վրան, սա էլ էլի 3 հատ չորահացիկ այսպես, այնուհետև, այստեղ խոնավան ձեռոցիկ եմ տեսնում փոքր գրպանի, այստեղ չուպաչուպսիկներ եմ տեսնում, այսպես սա ինչա, այս ռամեն, այսպիսի ռամեններ, սա սոուսը, ռոլտոնի, մենք սիրում ենք, հաճախ չենք ուտում, բայց սիրում ենք տանը ունենալ, ասենք հոգնած եկել ենք, բան չկա, արագ մի բան, հնդկաձավար, էլի մեր տանը շատ է ուտվում հնդկաձավարը, այստեղ ունենք մակարոն, պաստազարա,
Հետո ինչ է գնել Վահանս, ահա, այսպիսի, այսօր ասեցի չէ, որ իր համար եմ գնել, նա հետ տեսեք, սա էլ ինքն է արդեն գնել, ինչ է, կիտրոնի ըմպելիք է, ես չգիտեմ, սրանք ինչ ըմպելիքներ են, էներգետիկ են, էներգետիկ չեն, չեմ կարող ասել, գնել է սպագետի, այսպիսի, և գնել է կոնֆետներ, ահա, խմիչքը կծում էի ու հերն անիծվեր, ահա, այսպես, սա էլ այսպես, տեսնեմ ինչքան է վճարել, Վահանս այս ծաղիկով ամբողջը միասին 6299 դրամ, իսկ ես այսօր տեսակ պարմայից ինչքան գնում էի արել, 11000 դրամ գումար եմ թողել պարմայում ու եկել եմ, բա, տեսնում եք, այդ խանութը բավական մատչելի է, հա ծաղիկը չի մտնում մեջ, հա ծաղիկը չի մտնում, լավ ներող կլինեք ժողովուրդ ջան, այդ մեկը չէի ճշտել, են էլ իմ ճնշման ապարատը, որ ես միշտ ճնշում եմ չափում, այսպես, ժողովուրդ ջան, մի հատ տեսեք ես տանը չէի, եկել եմ տուն իմ տղան, այսենց գեղեցիկ սեղան է պատրաստել ինձ համար մարտի 8-ի կապակցությամբ, վայ իմ արև, իմ սիրտ, վայ իմ կյանք, ոնց եմ ես քեզ սիրում էր, քո ես սիրուն անակնկալները ոնց եմ ես սիրում, ոյ արևս, իս ինչ էր, իս ինչ ավալ ես, շոկոլադա, իս ինչ ավրան գրված էր, չեմ կարողամ կարդամ, չեմ կարողամ կարդամ, չգիտես, հա իմիջայլոց, տեսեք տղաս դրելա, որ հիմա երեքով մի հատ նշելու ենք, մի հատ խմելու ենք, որ տղաս այսքան չարչարվել է, իդեպ այսօր իմ ամուսնուց ստացել եմ նվեր, հիմա ձեզ ցույց կտամ, Վահանի նվերը, այսպիսի ուրեմն թեյի բաժակներ, տեսեք, Էրիկս լույսերը հանգցրել է, այսպիսի թեյի բաժակներ ես տեսա ու, ով առեց տղաս, տեսեք, ինքանադուրս գալիս չեք պատկերացնի, այսպիսի թեյի բաժակներ և նույնի սուրճի բաժակները, տեսնեմ ինչի, բացեմ այսպես, սա էլ սուրճի բաժակները, մագուսից էր գնել, ես շատ եմ սիրում, չգիտեմ, ծաղկավոր, այս էլ այսպես, ապրիմ տղան, անչափ շնորհակալ եմ իմ Էրիկին, իրես գեղեցիկ անակնկալի համար, մի հատ էլ ինձ համար փայա բերել, տեսեք, ապրիմ տղան, այստեղ ասում եմ առայժմ, վաղը կշնորհավորեմ ձեր բոլորի մի ամսյակը ու կտեղադրեմ, ժողովուրդ ջան, եւս մի նվեր ունեմ, Անից, և այսպիսի ծաղիկ, մի րոպե, և այսպիսի ծաղիկ Անի քեռիի կողմից, այսինքն գեղեցիկ, չգիտեմ ինչ է կոչվում այս ծաղիկը, շատ գեղեցիկ ծաղիկ է, և ուրեմն այսպիսի Անիի կողմից այսպիսի նվեր, մի րոպե, սա
Էս իրենք են դնում այս փոքրիկ նվերները, Givenchy Irresistible, Էրիկ ճիշտ եմ արտասանում, հա, Irresistible, չէ, բա ինչ, Irresistible, այս ինչ գեղեցիկ, ամի հատ շատ գեղեցիկ, ուրեմն կոնտուր, շրթունքների և այսպիսի թարթիչաններ, տեսեք, թե ինչ գեղեցիկ է, այս ինչ հետաքրքիր նորություն է, ես չեմ տեսել, այս ինչ գեղեցիկ է, այս թետիկ, Vivienne Sabun շատ լավն է, շատ, հետո կբացեմ ցույց կտամ, հիմա այնքան հոգնած եմ, նույնիսկ կոշիկներս չեմ հանել, տեսեք, մտել եմ տուն, կոշիկ չեմ հանել ոտքերիցս, այսպես ձեզ հետ կիսվում եմ, այսպես անուշիկներս ձեզ ասեմ առայժմ, ասեմ բարի գիշեր, կհանդիպենք Ողորկ ջան, բարի օր, ուզում էի ձեզ ցույց տալ ծաղիկներս, ամանները փոխել եմ, տեսեք ծաղկամանները դրել եմ ավելի մեծերի մեջ, սա տեսեք թե ինչքան, մեկը ընկնում է, մյուսը դուրս է գալիս, այնքան լավն է, թե ես ոնց եմ սիրում ծաղկող ծաղիկ, չեք պատկերացնի, սա ոնց որ պոկվել է, չէ, չի պոկվել, ես ծաղիկներիս հետ խոսում եմ, ինչպես փոքրիկ երեխաների հետ, այսպես, սա կոչվում է ֆրիեզիա, Ֆրիեզիան ունի տարբեր գույներ, ֆուկսիայից մինչև տարբեր, կարմիր, դեղին, գազարագույն, կարող է ցողունից նորից դուրս գալ, սա իր ծաղիկն է, սա ֆրիեզիայի ծաղիկն է, կարող է նորից այսպիսին, մինչև 3 ծաղիկ կարող է դուրս գալ, իրեն ջրում են շաբաթը 3-ից 4 անգամ և ջրում են հենց այս ինչ են ասում, ցողունների, իր տերևների միջով և ասում է հոգ չէ, որ իրենք կթրջվեն, նույնիսկ չփորձեք չորացնել, որտև իրենք խոնավասեր են և շատ են սիրում արև, տաքություն են սիրում, իրենք չեն սիրում ուղիղ արևի ճառագայթներ, բայց լույս են սիրում, սիրում են լույս, չեն սիրում ցուրտ, և սիրում են, որ հենց ջրում են շաբաթը 3-ից 4 անգամ, սա էլ իմ հրաշքն է, մյուս ծաղիկներս էլ արդեն նկարել էի, տեսել եք բացվել են, կամաց փակվում են արդեն, թափվում են, սա էլ ծաղկամաններս, էլի պետք է գնեմ, որպեսզի սա փոխեմ, սրա համար չունեմ ծաղկաման, ինքը շատ փոքրիկի մեջ է և արմավս պետք է փոխեմ, Այսպես անուշիկներս, հիմա կպտտեմ ձեզ հետ մի քիչ կզրուցեմ ու կտեղադրեմ։ Ողջույն սիրելիներս, վերջապես ես երևացի ձեր էկրաններին։ Ինչու եմ ուշացնում տեսանյութերը, շատ պարզ պատճառով, որ նյութ չկա նկարելու, սիրելիներս, ես չեմ ուզում անընդհատ այդ առևտուր, ճիշտ է, այս տեսանյութում էլ էլի մեծամասամբ ուրեմն առևտրային գնումների հետ կապված է տեսանյութը, բայց չեմ ցանկանում այդպիսին լինի, քանի որ իմ ալիքը նաև կոչվում է գրական էջեր, հա, ես շատ կցանկանայի, որ այդ գրական մասը պահվեր կամ գոնե իջնեի քաղաք, որևէ գեղեցիկ մի, ասենք, հուշարձան լիներ, նկարեի, խոսեինք դրա մասին, կամ մեր ցայտաղբյուրների մասին խոսեինք, շատրվանների, մի խոսքով, այս անգամ մի քիչ ստացվեց իջա Մերգելյան ինստիտուտ, մորաքրոջս տուն էի գնում, հա, այնտեղ մի փոքրիկ այսպես հատված նկարել եմ, բայց դա բավարար չէ այսպիսի ալիքի համար, դրա համար էլ մի քիչ ուշանում էր, որ անդադ տանն եմ, հետո Էրիկի հերթական ստուգումներն էին կապված ուրեմն, ինչ են ասում, զինկոմիսարիատի հետ, երկրորդ արդեն ուրեմն այցն է մեր, բայց Էրիկը ունի դեռ այսինքն մենք այս տարի պետք է գնար ծառայության, բայց քանի որ քոլեջը ունի 1 տարի տարեկետում, մենք ուրեմն մնում եմ մյուս տարի հուլիսին արդեն, որովհետև մինչև հունիսի 30-ը ինքը դեռ ուսանող է համարվելու, քննությունների մեջ է լինելու,
Մի խոսքով անցել ենք տարբեր կաբինետներ, աչքերի տեսողությունը սարսափելի վիճակում է, չգիտեմ, բուժումները ինչը որ նշանակված է եղել ենք նաև նոյեմբեր ամսին, բուժումները նշանակված է եղել բոլոր բուժումները կատարվել է, ընդհակառակ հիմա նորից ունենք տեսողության դեպի բացասական աճ 0.5 էլի 0.5-ով նորից տեսողությունը աճել է դեպի վատը, ունենք աստիգմատիզմ բնականաբար, փոխեցինք ակնոցները շատ ավելի բարձր համարների, մի խոսքով չգիտեմ թե հետագան ինչ ընթացք ունենա, ոնց կլինի, երեկ էլ գնացինք ռենտգեն, ուրեմն հետազոտման, քիթ կոկորդի բժշկուհին նկատել էր, որ ինչ-որ խնդիր կա ճակատային և այս հատվածում, այսօր ռենտգենի պատասխանները ինքն էր գնացել մանկական պոլիկլինիկայից վերցնելու, այնտեղ ասել էին, որ ինչ-որ գրիպի հետևանքներից, չգիտեմ, հայմորիտ չէին ասել, ես չգիտեմ ինչ էին ասել, ինքը ասեց, բայց քանի որ իրա մոտ լեզուները խառնված է, ինքը չի կարողանում ճիշտ արտաբերել անունը հիվանդության մեջ ինչ-որ պկար, չեմ հիշում ինչ ասեց, դրա համար էլ են բուժումներ նշանակել և կանչել են հիմա էլ երկուշաբթի օրը, նոր դրանից հետո թղթերը կտեղափոխենք նորից զինկոմիսարիատ, որպեսզի այնտեղից մենք ստանանք ուղեգիր, որտև առաջին անգամ մենք ստացել ենք ուղեգիր տեսողության համար, այն ժամանակ բարձր էր, դե հիմա շատ ավելի բարձր է, դե հիմա նորից պետք է մեզ ուղեգիր տան, որպեսզի գնանք նորից աչքերի ստուգման, տեսնենք ինչ կորոշի զինկոմիսարիատը, ես ոչ մի բան չեմ կարող ասել, սա էլ այսպես սիրելիներս, ինչպես են անցնում իմ օրերը, ինչպես բոլորինը, ովքեր տանն են, ովքեր չեն աշխատում, ինձ կհասկանան, ամբողջ օրը տան մաքրություն, ճաշ եփել, աման լվանալ, հավաքել, տանեցիների հետևից խոսել մի քանի տեղ, հիմնականում այստեղում հետ եմ խոսում եմ հորաքրոջս և քեռակնոջս հետ, նաև դե մերոնց հետ, եղբորս ու Անիի հետ, սա այսպես, մարտի 8-ը ինչպես անցկացրինք, մարտի 8-ը մեզ համար արդեն դարձել է կրկնակի տոն, որովհետև այդ օրը ոչ միայն մարտի 8-ն է, նաև մեր Անիի մամայի տարեդարձն է և արդեն երկրորդ տարին է մենք մարտի 8-ը անցկացնում ենք իրենց տանը, ես չեմ նկարել, որովհետև տանը հյուրեր կային, բոլորովին հարմար չէր, ուրիշ ժամանակ կարողանում եմ նույնիսկ տորթը նկարել, այս անգամ չկարողացա նկարել, ժողովուրդը շատ էին, հավաքվել էին շուրջը մայրիկի, Անիի մամայի, դրա համար էլ չկարողացա ճիշտն ասած նկարել, այսպես, սա էլ մեր մարտի 8-ը, ժողովուրդ ջան, անջատված խոսում եմ և ներող կլինեք, իսկապես այս հիվանդանոցային, այս քաշքշուքային վիճակից ուզում եմ շնորհավորել բոլորիդ մարտի 8-ը, ձեզ ցանկանում եմ ամենայն բարին, ես ուզում եմ, որ ձեր կյանքում գարունները գան ու չգնան, ես ուզում եմ, որ ձեր հոգում ընդմիշտ գարուն լինի, գարնան են անուշ գույններ են, ծաղկող, բողբոջող, փթթող, այդ ամենայն բան ժամանակահատվածը, գեղեցիկ ժամանակահատվածը միշտ լինի ձեզ հետ սիրելիներս, դուք զգաք միշտ այդ ձեր երիտասարդությունը, ձեր հոգու երիտասարդությունը, երբ որ մարդը հոգով երիտասարդ է նաև արտաքնապես սիրելիներս և ոչ մի բան չի կարող հաղթահարել մարդու այդ հոգևոր և այդ հոգեկան վիճակին, դա ոչ միայն հոգևոր վիճակ է, դա նաև հոգեկան վիճակ է մարդու մոտ, երբ որ մարդու մոտ միշտ գարուն է լինում, երբ մարդ իրեն միշտ զգում է գարուն,
մարդու մոտ չեն պակասում գույները առհասարակ ըստիս ես միշտ այդպես եմ պատկերացրել կյանքը, որ կյանքը ինքը մեծ կտավ է, երբ մենք ծնվում ենք, Աստված մեզ տալիս է այդ կտավը եւ մեր ձեռքը տալիս է վրձին ու գույներ, թե ինչ գույներ մենք կստանանք, ինչ կնկարենք մեր կտավի վրա, մեր ծնված օրից, մեր գիտակցական օրվանից, մինչև անգամ ամուսնություն, ընտանիք, բարեկամներ, հարազատներ, օտար մարդիկ, ինչ մենք կզգանք մարդկանց հանդեպ, ինչ գույներ կընտրենք մեր կտավի վրա նկարելու համար եւ ինչ պատկերներ կնկարենք, դրանք կլինեն ծաղիկներ, երկինք, թռչուններ, թե կլինեն շատ ավելի մռայլ եւ ավելի տխուր, դա գալիս է մեր հոգեվիճակից եւ դրանով էլ մենք վերջին են ռուսները սիրուն խոսք ունեն, ասում են մազոկ, այդ վերջին մազոկն էլ եթե մենք դնում ենք մեր վերջին շնչի վրա, դա մեր հավատն է, այդ գույնը, այդ կարևոր գույնը, որ անտեսանելի է, մենք չգիտենք, բայց դա մեր հոգու մեջ է, դա մենք վերջում ենք իհարկե դնում այդ լույսը, դա է լինում է մեր ավարտը, ես ուզում եմ, որ ձեր կտավի վրա միշտ լինեն գեղեցիկ գույներ ու լինեն գեղեցիկ պատկերներ, դա արդեն գալու է ձեզանից սիրելիներս, ձեր ապրած կյանքից, ինչ կյանքով եք ապրում դուք եւ որքան եք սիրում ձեզ եւ ձեր հարազատներին, ձեր շրջապատին, կապ չունի, արյունակից կլինեք, չեք լինի, ինչ կցանկանաք մարդուն, դա էլ կբխի ձեր հոգուց եւ գույները ինստինքտյան դուք կընտրեք անուշներս, միշտ թող ձեր կյանքում ծաղիկներն անպակաս լինեն, այն գեղեցիկ վարդեր են, վարդագույն, մեծ, սիրուն վարդեր, անուշաբույր, ամեն ծաղիկ թող ձեր կյանքում անպակաս լինի սիրելիներս եւ դուք միշտ ծաղկի նման գեղեցիկ լինեք, ես ցանկանում եմ, որ ձեր այգին ունենա հիանալի այգեպան, որ ձեր կեսը այնքան խնամող լինի, որ այդ իր այգու միակ ծաղիկը, իր կեսը, իհարկե կլինեն այլ ծաղիկներ, նաև դուստրեր կծնվեն, բայց այդ միակ ծաղիկը, որ ամենակարևորն է ձեր իրենց կյանքում, միշտ բուրավետ լինի, միշտ բացված լինի, երբեք չթառամի, այդպիսի լավ այգեպան եմ ձեզ ցանկանում սիրելիներս, թող ձեր տոնը ոչ թե մեկ ամիս լինի, այլ ողջ տարին ժպտակ եւ ինքնաբավ լինեք, սիրում եմ ձեր բոլորին, սա պետք է ամենասկզբից ես անեի, բայց Էրիկը նոր գնաց դասի մի խոսքով մի քիչ խառնեմ կապված Էրիկիս տեսողության հետ, կապված այս ընթացքի հետ, թարախային ինչ-որ բորբոքումներ կա, բավական բուժումներ են նշանակել, մի խոսքով, այսպես անուշիկներս, եւ ուզում եմ եւս մի բանի մասին խոսել, ինքան ծիծաղելի է, դուք չեք պատկերացնի, կան մարդիկ, ովքեր կամ տեսանյութը չեն նայում, կարդում են միայն վերնագիրը եւ վերնագրով հարց են տալիս, ասենք կարդում է վերնագիրը, հետո գրում է դա ջան ինչ եք վիրահատվել, ասենք էլի այս մասին անդրադարձ արել եմ, 45 րոպե խոսում պատմում եմ մի քանի տեսանյութային կողմ դուրս գրվելուց հետո, թե ինչ վիրահատություն է եղել, բոլոր մանրամասներով, բայց էլի գրում հարցնում են, նշանակում է, որ չեն դիտում, զայլա չեն անում են, որ ասում է, զահլա չեմ անում, վերնագիրը կարդացի, սպասի հարցնեմ, կպատասխանի, բայց ես չեմ կարող այդ անընդհատ այդ նույն երկար պատմությունը գրելով գրեմ, ավելի լավ է դուք միացրեք, դիտեք, չեք ուզում, ուրեմն ձեզ հետաքրքիր չի, երևի թե իսկապես էլ թե պարտադիր չի, որ ձեզ դա հետաքրքրի, Աստված մի արասե, որ դա ձեզ հետաքրքրի, հետո, հիշում եք մի տեսանյութ էի տեղադրել, երբ ես բրոնխիտով հիվանդ էի, բժիշկ էր եկել եւ ինձ նշանակումներ էր արել, այդ տեսանյութը բավական մեծ դիտումներ է ունեցել, 20,000-ից ավել դիտում է ունեցել, ուրեմն գրել են երկու կին, այսպես մելամաղձոտ, ուզում եմ ասեմ այդ մարդկանց, ես չգիտեմ, ես վերնագիրը հիմա այստեղ այնպես պիտի տեղադրեմ, որ այլևս ինձ նման բան չգրեն, ես ոչ մի անգամ
էլի եմ ասել ու ասում եմ ու էլի կկրկնեմ։ Երբեք չեմ թելադրում մարդկանց ինչ օգտագործել, երբեք չեմ պարտադրում, ոչ մեկի կոկորդից չեմ սեղմում, չեմ բերում իմ տուն պատանդ չեմ պահում եւ զորով քթալներով տալիս այն դեղերը, որը ինձ է նշանակված։ Բազմիցս ասել եմ, դեղերը ինձ է նշանակված եղել եւ ես ձեզ ասում եմ, չխմեք հանկարծ դուք։ Գուցե մեկը ունեք դիաբետ, մեկը ունեք ինսուլինի խնդիր, մյուսը ունի ճնշման խնդիր, մյուսը ունի այո, իսկապես գլխի հետ կապված ինչ-որ խնդիր, բորբոքումներ, պետք չի, ես սա չեմ ասում, որ դուք խմեք, ես ասում եմ, որ ուղղակի տեղյակ լինեք, ինձ ինչ է նշանակված եղել, ես բլոգեր եմ, կիսվում եմ ձեզ հետ, եթե ես լինեմ ուղղակի փողոցի մարդ, բնականաբար ես ոչ մեկի այդ մասին չեմ ասի, բայց քանի որ ես արդեն ունեմ համարյա 3600 հետևորդ, ես կիսվում եմ իմ ամեն ինչով, կիսվում եմ նաև իմ բուժումներով, ես ընդամենը կիսվում եմ, հա, գրել է, վայ, ոնց կարելի է անտիբիոտիկները նշանակել այսպես, այ քեզ բան, տիկին ջան, ես ունեմ 3600 adekvat հետևորդ, իմ հետևորդները, եթե դուք դա հասկանում եք, պատկերացրեք, որ իրենք էլ են հասկանում, դա միայն դուք չեք հասկանում, հա, իրենք էլ են հասկանում, ինձ հիմարները ինձ չեն հետևում, ինձ հետևում են adekvat, նորմալ, այնպիսի մարդիկ, ում հետ ես գիտեմ ինչ եմ կիսվում, եթե ես իմանամ, որ իմ լսարանը, այնպիսի լսարան է, որ ձեր նման վերջում պիտի գրի այ քեզ բան, ես չեմ կիսվի, բնականաբար ես չեմ խոսի այդ մասին, այն մյուսն էլ գրել է, դա ճնշում է բարձրացնում եւ լացող սմայլիկ է դրել, վայ, այ մարդ, ես ինչ ուշադիր մարդ է, անծանոթների համար ես ինչ լաց է դրել, տիկին ջան, ես երբեք իմ հետևորդներին մահվանդուր չեմ տանի, ես բժիշկ չեմ, իմ գործունեությունը այս ալիքում ընդհանրապես այլ է, իմ գործունեությունը պատմությունն է, իմ գործունեությունը գրականությունն է, արվեստն է, ես ընդամենը կիսվել եմ այն բուժումներով, որը ինձ է նշանակված եղել որպես բլոգեր, այդքան բան, եթե դուք գիտակցում եք, որ դուք դա չպետք է խմեք, եւ ես չեմ ասում խմեք, ես ասում եմ չխմեք հանկարծ, դիմեք ձեր բժշկին, խորհրդակցեք ձեր բժշկի հետ, գուցե դա ձեզ չի կարելի, էլ ինչ եք այդ ողբերգական դեմքերը դնում, ինչ եք ինքնահաստատվում ալիքների տակ, ձեզ համար ինչ է, բլոգերները ինքնահաստատման տեղ են, ինչ են, հա, իրենց այդ կարծիքների հատվածում, երբ որ դուք գրում եք, չի կարելի, մեկնաբանություններով չեն ինքնահաստատվում, վայ, եթե դուք այդքանը հասկանում եք, ձեզ ինչ է թվում, այդքան մարդիկ չեն հասկանում, այ քեզ բան, այ այստեղ են ասել, այ քեզ բան, եւ այսօր մեկին հենց այդպես էլ գրել եմ, որ ես ոչ եմ պարտադրում, չեք ուզում մի խմեք, այ քեզ բան, մի խոսքով սիրելիներս, սա է ուզում ասել, եւ ամեն անգամ նման մեկնաբանություն կարդալուց եւ ծիծաղս է գալիս, եւ զայրանում եմ, ասում լավ էս մարդիկ տեսանյութը տեսնես լսել են ընդհանրապես, լսել են, թե միայն վերնագրի վրա ինքնահաստատվող մարդիկ է, որ իրենց անունն էլ երևա մեկնաբանության բաժնում, այլևս չեմ պատասխանելու, ջնջելու եմ ընդհանրապես այդ մեկնաբանությունները, մի խոսքով սիրելիներս, մեկնաբանությունների համար բոլոր, իսկ բոլոր մեկնաբանություններից միայն երկուսը կարող են, բայց ոչ հաճախ, ես այն բլոգերներից եմ, ովքեր շատ քիչ են ստանում, կարող է տարվա մեջ 2 անգամ ստանամ, այսպիսի ինչ-որ մի անհետետ, հա, ինքնահաստատվող հետևորդից ինչ-որ մի, բան, դրա համար այդքան շատ չեմ նեղվում, ուղղակի գիտեմ, որ գուցե կմիացնեն, կլսեն, չգիտեմ, չեն լսի, իրենք գիտեն, բայց վերնագիրը մի բան այսպես կտեղադրեմ, մոտավոր, հա, հետո, սիրելիներս, անչափ շնորհակալ եմ ձեր մեկնաբանությունների համար, բոլորը adekvat, ոնց ասեմ, աստվածախոսք, ուրիշ բառ չգտա,
ազնվությամբ եմ ասում, ուրիշ բառ չգտա, որովհետև ձեր բոլոր օրհնանքները, սիրելիներս, հետ են վերադառնալու ձեզ։ Այ կտեսնեք, կգա մի օր դուք ինձ կհիշեք, կասեք, գուցե կլինի ալիքս կամ չի լինի այս ալիքս, չգիտեմ, չեմ կարող ասել, առայժմ կա մտադրություն չունեմ փակելու, բայց երբ որ մի օր չի լինի, անպայման կհիշեք, այ ինչ որ մի բանից մարդ պրծնում է, չէ, ինչ որ մի փորձանքից դուրս է գալիս, ասում է, ում էի մի կտոր հաց տվել, այ կհիշեք, որ ձեր օրհնանքները այդ օրվա համար են, ձեզ հետ են վերադառնում, սիրելիներս, յուրաքանչյուր օրհնություն, յուրաքանչյուր հայոյանք, յուրաքանչյուր անեծք բումերանգի պես հետ է գալիս, սիրելիներս։ Երբեք չանիծեք, ինչ կարգավիճակում է լինի, ում կսիրեք, ում չեք սիրի, աշխատեք ատելություն, զգացողությունը ձեր մեջ բուն չդնի, չարմատավորվի, նեյտրալ եղեք, պարտադիր չէ սիրեք, բայց պարտադիր է նաև, որ չատեք, մի ատեք, դա վատ զգացողություն է մարդու մեջ, դա կարող է բերել շատ հիվանդությունների, էլ չեմ ասում հայոյանքը և անեծքը, որ արդեն պարզ է, սիրելիներս, միշտ եղեք օրհնող, դա բումերանգ է, հետ է գալու մի օր ձեզ, ձեր զավակներին, ձեր տուն, ձեր օջախ, և ես ուզում եմ, որ այդ օրհնանքները բյուր ու բազմապատիկ Աստծով հետ տրվեն ձեզ, սիրելիներս, ես ձեզ անչափ շատ եմ սիրում, իսկապես երբ տեսանյութ չեմ տեղադրում, շատ ձեզ կարոտում եմ, ձեզ հետ զրուցելուն եմ կարոտում, իդեպ իմ հետևորդուներից իմ շատ սիրելի Սեդա Սուջանը, Սեդա ջան, սիրելիս, հարազատս, ես բոլորի համար այսպես կարող եմ ասել, բոլորի համար, բոլորդ եք ինձ համար հարազատ ու սիրելի, բոլորդ եք ինձ համար անուշիկ ու հրաշքներ, բոլորիդ շատ սիրում եմ, իմ Սեդան ինձ ասում է, որ ինչու ես դադարել Սինգապուրի մասին տեսանյութերը և զրույցները, դա կիսատ է մնացել, գրեք ինձ, եթե կցանկանաք, իհարկե արդեն անցել է 12 տարի, 13 տարի, ինչ ես վերադարձել եմ Սինգապուրից, բայց Սինգապուրը միշտ ասել եմ կմնա իմ սրտում, կմնա իմ հոգում, ինձ հետ է մշտապես, և եթե կցանկանաք որևէ տեսանյութ մեր արխիվային հետաքրքիր, ես կարող եմ ձեզ համար նորից տեղադրել կամ հարցեր կունենաք, խնդրեմ սիրով կպատասխանեմ, սիրելիներս, իսկ այստեղ ձեզ ասում եմ առայժմ, էլի մաղթում եմ, որ դուք ունենաք խաղաղ օրեր, մեր երկիրն ունենա խաղաղ օրեր, խաղաղ երկինք մեր զինվորներին, բարի ու խաղաղ ծառայություն, թող Աստծո ծիրանին միշտ նրանց վրա լինի, սիրելիներս, թող Աստծո ծիրանին վահան դառնա մեր զինվորներին ու թող յուրաքանչյուր փամփուշտ հետ վերադառնա թշնամուն, ուրիշ բան չեմ ասում։ Սիրում եմ բոլորիդ, գրկում եմ, համբուրում եմ և ինչպես միշտ ասում եմ, մնանք Աստծով, ձեզ հետ էր Սեդան, սիրով։